Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանի ֆոնդը շարունակում է համալրվել արժեքավոր գտածոներով։ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը թանգարանին է հանձնել Մարգահովիտ գյուղում 2011-ից 16 թվականներին պեղված վաղ և ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջաններով թվագրվող նմուշներ, իսկ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Քոբայրավանքի վանական համալիրի տարածքում հայտնաբերված 10-ից 11-րդ դարերի կավանոթներ և Չկալով գյուղից պեղված հնագիտական գտածոներ։ Մեծ թիվ են կազմում բեկորները, բայց քիչ չեն նաև ամբողջական նմուշները, խեցանոթներ եւ բրոնզից զենքեր եւ զարդարանքի պարագաներ։ Նմուշները հիմնականում գալիս են համալրելու մեր տարածաշրջանի վաղ անցյալի պատմությունը, վաղ բրոնզ, միջին բրոնզ, ուշ բրոնզ եւ Քոբայրավանքի վանական համալիրից հայտնաբերված նմուշները արդեն միջնադարյան նմուշներ են։ Սրանք իհարկե եզակի չեն, բայց կարևոր համալրում են մեր թանգարանի համար, որովհետեւ ժամանակաշրջանները կարողանում ենք ներկայացնել։ Գտածոները ոչ միայն նոր լույս են սփռում տարածաշրջանի պատմության վրա, այլև հնարավորություն են տալիս իրականացնելու ցուցադրական նոր նախագծեր։ Թանգարանին պարբերաբար հին ու հետաքրքիր նմուշներ են նվիրաբերում նաև հենց վանաձորցիները։ Բերում են այն իրերը, որոնք պահպանվել են իրենց նախնիներից, իրենց հարազատներից կամ ուղղակի ինչ-որ մի տեղից հայտնաբերել են եւ ուղղակի նվիրում են թանգարանում։ Թանգարանը սիրով դրամական է եւ ամեն մեկը իր ֆոնդին իր առանձնացված մասը։ Կատալոգը դիահատուկ է, որ որպես վաղպրոհեդարյան ցուցանմուշ ինքը բավականին խիտ է իր զարդանախշերը, ճկազած զարդանախշերը եւ ունի նաեւ ստեղ փայլեցված մակերես, որը հատուկ է տվյալ ժամանակաշրջանին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ գործակցությամբ վերականգնվել են նաև թանգարանի հնագիտության ֆոնդում պահվող բազմաթիվ նմուշներ։ Հնագիտության ֆոնդի նմուշների կեսից ավելին ենթակա են վերականգնման, գոնե մաքրման կամ ամրակայման, որովհետև մաքրման գործընթաց անցնելուց հետո երևում են նմուշի վրա առկա զարդանախշերը, որոնցով նաև պատկերացում են կազմում տվյալ ժամանակաշրջանի պատրաստման տեխնիկայի մասին։ Առաջիկայում թանգարանում նախատեսվում է հատուկ ցուցադրություն։ Հանրությանը կներկայացվի վերջին տարիների պեղումների ամբողջական պատկերը եզակի գտածոների տեսքով։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։